Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պիտի զրուցենք լեզվապան, դոկտոր պրոֆեսոր, Փարիզի արևելյան լեզուներու եւ քաղաքագրթություններու համալսարանի Ինալկոյի հայագիտական ամբիոնի վարիչ Անահիտ Դոնաբեդյան Դեմոպուլոսի հետ։ Բարև ձեզ, Դիգին Անահիտ։ Բարև ձեզ, Վահան, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Շատ շնորհակալ ենք այս առիթին համար, որ ընդունեցիք մեր դիմումը։ Շատ ուրախ եմ ձեզի հետ այսօր զրուցելու։ Նմանապես։ Ձեր անունը ծանոթ է թե սպիրտի եւ թե հայաստանյան շրջանակները ներս, բայց կպատմեք ձեր մասին, ով է Անահիտ Դոնաբեդյան Դեմոպուլոսը եւ ակնարկ մգուտակ ձեր գաջարական ակադեմիկ կյանքեն իբրև ուսանող եւ որպես 34 տարիները ավելի փորձառություն ունեցող դասախոս։ Այո, մեծ սիրով։ Ուրեմն ես հայախոս եմ իձնե գրնամսել, այսինքն երկլեզու ընտանիքի մեջ մեծած եմ եւ 3 սերունդով դան մեջ, այնպես որ մեծերուն հետ շփումը շատ օգտակար եղավ հայերենի փոխանցումին մեր ընտանիքներս, բայց իմ առաջին մասնակցությունս ակադեմիական եղած է ռուսերենը, ընտրած եմ ռուսերեն լեզուն, որ հատկապես ընտանիքս կապ չուներ այս լեզվին հետ, խոսող չկար, պարզապես զուտ, ինչպես ասեմ, երեխայի հետաքրքրություններ, որ ինձ մղեց այս լեզուն ընտրել լիսեի ժամանակ եւ յետքը ուրեմն ընտրեցի որպես գլխավոր մասնակցություն նախ անցա այդ class préparatoire գոչված համագարկեն Ֆրանսայի մեջ, որուն մեջ ռուսերենը իմ գերիշխող նյութս էր, դագարկս էր, եւ յետքը շարունակեցի Սորբոնեններս ռուսերենի բաժինը եւ ավարտեցի ասենք հիմա գվա մագիստրոսի համապատասխան վկայականը եւ նաեւ ագրեգացիոն գոչված կոնկուրսը, որ թույլ կտա սկսել աշխատել դպրոցներեն դասավանդել լեզուն, այսինքն բարձրակույն բան աստիճանով։ Բայց երբ ես Փարիզ հասա Սորբոնեն, քանի որ Լիոն ծնած եմ, երբ որ Սորբոն Փարիզ հասա ուսումս շարունակելու համար ռուսերենով, զուգահեռաբար ուզեցի նաև շարունակել հայերենս եւ զարգացնել հայերենս, որովհետեւ գիտենք, որ ընտանեկան պայմաններու մեջ նույնիսկ շաբաթական դպրոցով կգարձեմ, թե առօրյա դպրոցը շատ մեծ փոփոխություն պիտի չներ, հարգավ որոշ բագասներ կան եւ զուգահեռաբար ուրեմն հիմա Ինալկոյի այս ամբիոնի հայերենի բաժինին ալ հետեւեց, դասերուն ալ հետեւեցա եւ վկայականս արի յետքը երբ որ ժամանակը եկավ արդեն դոկտորականի մասին մտածելու, ես արդեն դասավանդեի դպրոց, Ֆրանսայի դարբեր քաղաքներ գղրգվին առաջին տարիները, ուրեմն 2 տարի դպրոցներ դասավանդեցի, մինչև որ որոշեմ դոկտորականիս սկսել եւ հոն ուրեմն կմտածեի արդյոք մնալ ռուսերենի մեջ կամ փոխել, քանի որ ռուսերենով ալ մասնակցությունս լեզվապանությունն էր, իսկ լեզվապանությունը մեթոդ մնե, մոդեցում մնե, որ գրնաս գիրարգել դարբեր լեզուներու, այսինքն պայման չէ, որ քանի որ ռուսապան էիր սկիզբեն ամբողջ կյանքդ ռուսապան մնաս, եթե լեզվապան ես, ուրեմն այս մոդեցումը քեզի թույլ կտա ուրիշ լեզու ուսումնասիրել եւ մտածեցի, որ գրնավելի օգտակար լալ հայերենի վրա գետրոնանալ, մանավանդ արևմտահայերենի վրա, որովհետեւ որոշ հարցումներ կային, քերականական հարցումներ կային, որոնց մեկը ի վիճակի չէր ինձ պատասխաններ տալու, օրինակ որոշի չոթի գործածությունը շատ մտեղ էր, բավական վղդոր է, այսինքն օրենքը սելով եւ որպես լեզվապան միայն օրենքներուն չեն գարչիր, այլ նաեւ երանքները հասկանալ, թե ինչ հիման վրա գորոշվի այս հոտը գործածելը կամ չգործածելը ոչ թե քերականության տեսակետեն, այլ խոսողի դրամապանության մեջ։ Ուրեմն այս եղավ իմ դոկտորականի թեմաս եւ որոշեցի աշխատել փորձարարական մոդեցումով, այսինքն ոչ թե դեսական օրեն մոդենալ հարցին, թեև հարգավ դեսականը դոկտորականի մեջ միշտ իր դեղը ունի, բայց որպես սկիզբ հիմնվել դվյալներու վրա, կորպուս կոչվածի վրա, այսինքն
Գկարձեմ թե առաջինը եղած եմ, որ արևմտահայերենի կորպուսը կազմած եմ թեզիս համար 700 էջ թվայնացուցի ժամանակին շատ, այսինքն համագարկիչներու սկիզբներ այնքան տարածված չէր, այնքան առաջացած չէին, որոշ հաշիվներ պետք էր իրիգունը գարցագեի եւ արդու արդյունքը գտնեի այդպես բաներ շատ մը բաներ պետք եղավ սորվին համագարկիչի վրա որովհետեւ հայերենով աշխատիլ չէր գիտեր այս համագարկիչը պետք էր ավելորդ խավը ավելցնել վրան այսինքն հարցը եւ այսինքն արհեստագիտական եւ դեսական գիտական խնդիրներ արիթուր ունեցալուծելու եւ ուրեմն երբ թեզս պաշտպանեցի քիչ ժամանակ անց մեր ինալկոյի հայագիտական բաժնի վարիչը ժամանակին Ժան-Պյեր Մահեներ, որ նաև իմ դասախոսս եղած էր, ուրեմն ինքը գոչվեցավ ուրիշ պաշտոնի, ուրիշ հաստատութենը մներս, եւ այս դեղը ազատվեցավ եւ քանի հոգի պրոֆեսոր Մահեն քանի իր ուսանողները քանի հոգի մրեց որթի մեն այս թիրքին եւ ես բախտ ունեցա անցնելու ինչպես որ հիշեցուցիք ուրեմն 34 տարի առաջ ես շատ երիտասարդ էի այսինքն իմ գործընկերներս որոնց այսինքն եղավ որ ես ինչպես ասեմ պատասխանատուն դարձա ինձ մեծ էին տարիքով եւ փորձառությամբ սակայն դրցանք միասին բավական մեծ բաներ կատարել, այսինքն այն շրջանը եղավ երբ ինալկոն կանցներ ամբողջական այս Բոլոնիայի համագարքին, ինչպես որ սկսած էր այս համագարքը, ինալկոն որ առաջ ուներ իր առանցին վկայականները ուրեմն անցավ այս ծրագրին, իսկապես հսկայական, գազագերբչական, ասենք նույնիսկ այսինքն դեսլագանի հարցեր արգային ասոր մեջ, թե ինչ գիտակարգեր պետք է մեծնենք ծրագրին մեջ, արդեն պրոֆեսոր Մահեն բավական լայն ցուցած էր գիտակարգերու շարքը այս ամբիոնի դասավանդումներս, բայց ես նաև ավելցուցի մանկավարժական հարցերը, որովհետև շատ հաճախ դպրոցներ են ինձ գսեին թե արդյոք մասնակետունիք մեզի համար հուսուցիչ եւ այլն, ուրեմն գտեսնեի որ հոս բագաս մգա Դեն ջգունությունը պետք էր, որովհետև մեր ուսանողներու քանակը երբեք շատ մեծ չէ եղած։ Սովորաբար ասենք, որ բոլոր դարիները միասին առնված 50-ի շուրջ էր թիվը, ինչ որ այսինքն շատ չէ, բայց նաև շատ քիչ չէ, բայց նորեն այսինքն ամեն մեկուն պահանջները շատ տարբեր էին։ Ունենք դարեց ուսանողներ, ունենք երիտասարդ ուսանողներ, Իսպեն ավելի շատ էին դարեցները եւ արդեն Բոլոնիայի համագարքին անցնելով աստիճանաբար սկսան ավելի շատ լալ երդասարտները ասպարեզից առաջին մասին գիտեք ինչպես միշտ այդպես կբադայի նախ ասեմ որ այս ամբիոնի առաջին վարիչն եղա Շահան Չերբեդյանեն իվեր որ Նապոլեոնի օրով գոչված էր Դասավանդելու հոն, այսք մեր համալսարանեն ներս, որ արդեն այդ ժամանակ համալսարան չէր գոչվեր, ուրեմն առաջին հայը եղա, ուրեմն Շահան Չերբեդյանեն մինչև ինձի միայն ֆրանսացի մասնակետներ էին, որոնք հայերենի մասնակետ էին իմիջի այլոց, այսինքն շատ մեծ գիտնականներ եղած են Անտուան Մեյե, Ժորժ Դյումեզիլը, եղած են ուրիշ նկարագրող մարդիկ օրինակ Ֆրեդերիկ Ֆեդին, որ իսկապես հայերենի սիրահար մեկներ եւ այդպիսով որոշված էր իր ասպարեզը, բայց առաջին հայն է եւ ինչ որ մեկ կողմեն շատ դրական է հարգավ տեսնել, որ վերջի ֆրանսահայությունը հասած է այդ հասունության, որ արդեն համալսարանեն ներս բավական թիրքեր ինձի նմաններ կան եւ ուրեմն հայագիտության մեջ ալ եղավ այս փոփոխությունը բայց մյուս կողմեն իրավասիության հարց մգրնած ակիլ այսօր մեջ այսինքն տուն ես հայագիտությամբ կսպաղիս ուրեմն գիտություն չէ գիտնական չես վերջի վերջո բարձավետ գիտես այսինքն ադորմես մեծ սածես եւ գիտես ուրեմն ասպարեզիս առաջին մասին շատ կարեւոր էր ինձ համար փաստել որ այսինքն ամենախիստ չափանիշներով
գիտական աշխատանքով գրնամ սպաղիլ եւ արդարացություն ունի իմ հոդվածներ եւ այլն, նաեւ ինալկոյի մեջ առաջին ընդհանուր լեզվաբանության խմբակը որ գազմագերվեցավ որ յետքը դարձավ հետազոտական կենտրոն ես ստեղծեցի ուրեմն եւ շուրջս հավաքել լեզվաբաններուն եւ ինքս նաեւ աշխատանք դանել հայերենի վրա բայց միշտ մտածել թե հայերենը մյուս լեզուներու պաղտադմամբ այսինքն հայերենի քերականությունը լեզվաբանական հատկությունները մյուս լեզուներու պաղտադմամբ քանի որ ինալկոյներս կտասավանդվի 105-ն ավելի լեզու հիմա ուրեմն եւ շատ մեծ զանազանություն, քանի որ հոն, ասենք ամենադարածված արևմտյան լեզուները չկան, adonց մե բացի բոլոր աշխարհի լեզուներ, այսինքն ասենք դարածաշրջանները լեզուներ ունենք։ Ուրեմն աստիճանաբար ուրեմն այդ գրծապաստել, այսինքն ճիշտ է, որ դարձա պրոֆեսոր եւ այլն, այսինքն ունեցա բավական հաջող ասպարեզ մեծ շանքերով հարգավ, բայց եղավ իսկ նաև որոշ չափով բախտնալ գար, այսինքն լավ ընդունվեց աշխատանքս եւ այլն։ Մեծ փոփոխությունը եղավ 2013-ին, երբ որ արիթը ունեցա ուղարկվել Լիբանան 3.5 տարի որպես Բերութի ամերիկան համալսարանի հրավիրված դասախոս համացայնակրիմը շնորհիվ, այսինքն շատ մանրամասնությունները դասելու, բայց ուրեմն 2013-ի փետրվարին մինչև 2016-ի հուլիսին հոնեի, ինչ որ ինձ արիթ տվավ, ես համրավորոշած էի ապրիլ, քանի որ էյուբիի կողմներ, այսինքն գուզեմ ասել, որ շատ չմխրճվեցա ամիջապես հայկական թաղամասերեններս եւ այլն, բայց հաջող գերտայի հոն եւ գշտվեի այն շրջաններուն է որ Գյուլբենկյան հիմնարկը որոշեց հայկական դպրոցներու ինքնարժևորման ծրագիր մարտակել, որն համար հանձնախումբ ստեղծվեցավ Բեյրութի մեջ եւ անց հանձնախումբին անդամ էի, ուրեմն արդեն սկսա աստիճանաբար ավելի մոդերնանալ այդ հայկական համայնքի դարբեր մարտահրավերներու հետ Նաև այդ ժամանակին ուսանողուհի ունեի, որ դոկտորականը կպատրաստեր անկալբատայնե անունը կարծեմ բավական իրեն գճանչնա արդեն, որ գուսումնասիրեր հայկական դպրոցներու թերը հայերենի փոխանցումին համար, այսինքն որպես սփյուռքի լեզու, որպես վտանգված լեզու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմով ճանաչված որպես վտանգված լեզու եւ այլն։ Անկն եւ մանկավարժության պատրաստություն ունի եւ լեզվաբանության պատրաստություն ուներ, ուրեմն բավական հաջող աշխատանք դարավ, իր աշխատանքի գծով գրծա ավելի մտնել այս հարցերու մեջ եւ հասկացա, որ հոս իսկապես ցևով մը արդեն ժամանակը անցած է, փաստել, որ ես գրնամ լուրջ գիտնական լալ, գրնամ շարունակել աշխատել, բայց պետք է թերևս արդեն մտածել, թե ինչով գրնամ օգտակար լալ։ Ինչ որ ցևով մը սկիզբեն դժվար էր այս ցևով մտածել, որովհետև պետք էր նախ որպես հիմքս, այսինքն հաստատուն հիմքի վրա լայի, որպես ֆրանսայի pedagogan համագարկով ասենք դասախոս եւ այլն։ Այն ժամանակ, այսինքն բավական ասենք իրողություններ համընկնեցան այս ժամանակ մեծ մասամբ Գյուլբենկյան հիմնարկի հետ շփման հետալ, որտեղ այդ ժամանակին է որ սկսանք մտածել սփյուռքի ուսուցիչներու վերաբադրաստության մասին, որ իսկապես շատ լուրջ հարց մնե։ Ուրեմն այդ ժամանակին է որ Գալուս Գյուլբենկյան հիմնարկը սկսավ շարքը միջոցառումներ ձեռնարկել, օրինակ ինչպես գիտեք, օրինակ արեմդահայերենի թարգմանությունը 20-րդ դարի խոշոր փիլիսոփայական աշխատանքներու եւ այլն, նաեւ ուրեմն զարմանազան ճամփարը, որ ստեղծագործական մոդեցումով եւ ասենք ազատ մթնոլորտի մեջ հայախոս երեխաներ հավաքել, որ հայերենով ստեղծեն, պարկավաջին եւ այլն։ Ոչ թե
հայերեն դասավանդվի իրեն, այլ բարձրապես հայերենով բան մընեն։ Եվ մտածեցինք, Անի Գարմիրյան ինձ առաջարկեց, որ միասին ծրագիր մնենք ուսուցիչներ բերենք այս ճամփարեն ներս եւ իրենց դասեր նաեւ ունենան քանի դեսական դասեր եւ արիտ ունենան շփվելու ճամփարին հետ այն բանով կահապարով որ դեսնեն եւ համոզվին փորձառությամբ ոչ թե դեսական ցևով, այլ փորձառությամբ համոզվին, որ հայերենը կարելի է շատ հաջող ցևով փոխանցել ոչ դասարանական մթնոլորտի մեջ։ Այսինքն որբեսի հայերենի դասավանդման մեթոդները քիչ թարմացվին, կարևոր է որ ուսուցիչները իրենց զուտ ուսուցիչի թիրքեն դուրս գային քիչը եւ ավելի ընդհանուր ըմբռնեին թե ինչ կնշանակե ինչու հայերեն խոսիլ այսօրվա երեխան ինչու արևմտահայերեն պիտի խոսի ինչու եւ ասի գլխավոր հարցումն է որ մասին շատ հազվադեպ կանտրատարնանք նույնիսկ գրեթե տաբու է կարծես թե ասկասիրության հանդեպ թավաջանություն է այս հարցումը դալ բայց եթե նպատակ չունենանք եւ բարձրապես կհապարախոսության վրա կհիմնվենք շատ դժվար է համոզել երեխային որ ինքը իձնեք հապարախոսություն չունի, գուսակցություն չունի եւ այլն։ Ուրեմն բարձրապես ցանկն է, ուրեմն հոս գա շատ ավելի բարձ վնաստային բանը որ պետք է հասկանանք որովհետեւ երեխան ունենա այս ներքին ցանկությունը լեզուն սորվելու։ Առանց այս ցանկության գրնանք իրեն շատ մտաներ փոխանցել, բայց պիտի մնան մագերեսային եւ շատ արագ պիտի անհետանան, եթե իր կյանքի պայմանները փոխվին, եթե արիտը չունենա շփվելու եւ այլն։ Ուրեմն այս ամբողջ հարցերու շուրջ շատ բավական մտածած եմ, նաեւ Բեյրութի փորձառությունս ինչպես կսեի թեբրոսներու ինքնարժևորումը, բայց նաեւ այս դակնաբի զգացումը, որ արդեն այն ժամանակ այն դարիներուն գսկացվեր, նույնիսկ հայերենի հանդեպ, եւ այդ ինչպես ասեմ դպավորությունը ունեի որ ինչ որ ժամանակին քանի մտածախոսություն դեպի Բեյրութի մեջ եւ փորձեցի այս գաղափարը արտահայտել որ դակնաբի վիճակի մեջ պետք չէ քերի դառնալ դակնաբային հոգեբանության որովհետեւ դակնաբի հոգեբանությունը գմղե թեպի պահպանումը այսինքն գարչիլ ունեցածին վրա եւ չմտածել արդեն աբակայի մասին եւ ադի գրնա միայն արակացնել դակնաբը եւ գորուստ եւ հարգավ ճյուրին չէ այսպիսի կապար մահացնել ասանք մեկ անգամ են տասախոսության արդիվ կգարձեմ թե ուսանողները որոնք արդեն հիմա ինձ հետ գշփվին ավելի երկար ժամանակով աստիճանաբար կսկսին յուրացնել ավելի միայն հասկանալ չէ յուրացնել պետք է պատրաստ լալ այս ծևով աշխատելու Ուրեմն հոն է որ տեսա որ հիմա պետք է արդեն հասկանամ թե ինչպես կրնամ օգտակար դառնալ նաև իմ համայնքիս ընդհանրապես եւ ծևով մը օգտագործել այս բացարիք դիրքս որովհետեւ եւ pedagogan աշխատող եմ այսինքն ինչպես կսեր ազնավուրը 100% ֆրանսիացի 100% հայ այսպես բան մը գա որ միշտ չէ որ սովորաբար հայագիտությամբ սպառողները 100% հայ են մնացածը չեմ գիտեր այսինքն միշտ չէ թեև հիմա երթալով ավելի այսինքն ժամանակակից նոր մոդեցումներ կան բայց ուզեմ ասել որ եւ ասի որ ասի գրնա օգտակար էլալ ուրեմն ճամփարեն ներսը սկսանք 2017-ին ինալկոյի բզդիկ վգայական մստեղծեցինք այսինքն բզդիկ վգայական մստեղծեցինք 30 վարգանիշանոց կրեդիտնոց որուն տասերուն մեկ մասը գդրվեր այս ճամփարի ժամանակ մնացածը արդեն փորձաշրջան մներ որ ուսուցիչը կգադարեր իր տասարանեն ներս աշակերտագետրոն ծրագիր մստեղծելով եւ եղավ համաճարակի դարին ուրեմն ուսուցիչ չեղավ ճամփարը արցանց եղավ ուսուցիչ չեղավ ինալկոն առանցին որոշ տասեր որոշեց ամառնային ծևով արցանց դալ եւ այդպիսով է որ աստիճանաբար սկսանք այդ տասերու մեկ մասը արցանց դալ եւ այդ ծրագրի ուսանողներեն շատերը գսեին որ իրենք պետք ունին մաստեր մագիստրոսական
վկայական ունենալու իրենց երկրի մեջ ճանաչում ստանալու համար դարբեր պատճառներով եւ ասի ճանապարհ ուրեմն այդ համաճարակի շրջանին երբ արդեն մեր դուներու մեջ փակված եւ չգիտնալով ինչպես օգտակարը լալ հազար նոր քաղաքներ ցակեցան նաեւ ուրեմն հոնե որ ցակեցավ այս միջազգային մագիստրոսական ծրագրի բան նախագիծը որ շադոնց գերազեի ադոր մասին քանի որ ինալկոյի մեր ամբիոնի մասնակիտական գազմը բավական ուժեղ է գրնանք ասել որ իր դրված գիտագարքերով ամենալայնն է սպիրկի մեջ այսինքն Հայաստանեն դուրս գրնամ ասել որ ամենալայն ծրագիրն է հայագիտության որ գոյություն ունի ամբողջական այսինքն bachelor masters դոկտորականը գուտա սկսնագին ալ գտնունինք որ լեզուն զերոեն գսկսի այսքան եւ ունինք ասենք լեզու լեզվաբանություն գրականություն պատմաբանություն մարտապանություն մանկավարժություն ուրեմն բավական լայն նյութերգան արվեստի պատմություն ուրեմն այս ծրագիր այս գազմի ասենք հմտությունները եւ գիտելիքները միշտ գմտածեի որ ափսոս է որ այսքան քիչ մարդ օգտվի եւ պետք է որ Փարիզը լաս եւ գարենաս տալ ինալկո որբեսի ասկե օգտվիս ուրեմն արիթմը եղավ որ առաջարկենք այս նոր ծրագիրը որ ուրեմն արդեն չի բանջեր ֆրանսերենի իմացությունը ամբողջ դասերը հայերեն դրվին մեր դասախոսներում մեկ մասը ինալկոյի անդամ չէին առաջ ուրեմն նաև փորձեցինք այնպես անել որ դասախոսներու գազնալ միջազգային լա եւ նաև իրենց մեջ լան զակումը ոչ հայանցեր դա ինձ համար միշտ շատ կարեւոր է հայերեն միայն մեզի համար լեզու չէ համընդհանուր արժեք ունեցող լեզու է նաև ադալ կարեւոր է որ մենք ալ համոզվենք ադոր մասին եւ ասոր մասին այսպիսի կաղապարներ յուրացնելու համար լավակույնը փորձառությունն է դեսականորեն գրնանք ասել բայց երբ որ գշփվիս ամեն շաբաթ դասախոսի հետ որ շատ լավ գրնա իր մասնակցությունը դալ հայերենով թեև գրնա երբեմն հայերենի մեջ հայերենը քիչ մվրիբիլ բայց վերջո ինչ կարևորություն ինչ փոթ կարևոր է որ այս լեզուն ապրի, գործե եւ գործիք մլա, որ բանջք մլա այս լեզվով շփվել։ Ուրեմն այսպես եղավ այս ծրագիրը, որ շատ արագ շատ մեծ հաջողություն ունեցավ։ Առաջին տարին մենք որոշած էինք, որ ամեն մեկ դասարան, ամեն մեկ խումբ պետք է լա 15 ուսանող ամենաշատը, այն կաղապարեն մեկնելով, որ վաստարի մվրա, զումի վրա, եթե տասախոսը առավել 15, այսինքն 16 հոգի թեր թեմքերը գտեսնես, եթե շատ ավելի լան դժվար գտարնա եւ ծանր է նա եւ տասախոսներուն համար, այսինքն արժևորումը, արցանց եւ այլն բավական ծանր է։ Բայց ունեցանք 33 թիմում առաջին տարին, ուրեմն պետք եղավ մեծ ընտրություն կատարել եւ նաեւ 15-ն ավելի ընդունել, որովհետեւ չէին գիտեր արդեն ինչպես ընդրել այս մեկ խումբին մեջ եւ ուրեմն այս տարի այսինքն անցյալ դարվա շրջանավարտներուն բան վկայականներու հանձնման արարողությունը եղավ մարտի 1-ին կարծեմ ինալկոյներս եւ այս տարի ինչպես անցյալ տարի ունեցանք 12-13 ուսանող որ եկան աշխարհի դարբեր դեղերը իրենց վկայականը ստանալու 2-3 հոգի բացակային ուրեմն երկրորդ տարին է որ ամբողջական այսպես շրջանավարտներու խումբեր ունենք առաջին տարի 2 վկայական դրինք միայն որովհետեւ 2 ուսանող են որ արդեն բավական մեզի հետ աշխատանք դարած էին եւ իրավունք ունեցան ամիջապես երկրորդ տարվա արձանագրվել ուրեմն արդեն գրնամ ասել որ ունենք 30-ի մոտ շրջանավարտներ եւ այս տարի ուրեմն դժարունակվի հարգավ նոր թիմումներու
առաջին փուլը քիչ քանի շաբաթ առաջ վերջացավ, երկրորդ փուլը թեր թիմելու կարելիություն գա հունիսի երկրորդ գեսին բիդելա հարթակ մգա ուր պետք է թիմել in alkoi գայքեչի մեջ եթե հայերենի էջ գտնեք on ըստ լեզուներու դասված է on վերջավորության գա մեկ մասը որ միայն հայերեն գրված է ուր կան այսօր մասին բոլոր դեղեցությունները կարելի է թիմել հարգավ բահանջքն այն է որ բակալավրի բեչելորի համապատասխան վկայական ունենա անձը եւ նաեւ հետաքրքրություն այսինքն արդեն ճշտաբաժարները բացատրող նամակը կբահանջենք որովհետեւ հասկանանք թե ինչ են հետաքրքրությունները որ այսինքն հաջող համագործակցությունը դրված ուսանողին հետ չենք բացառեր մեր դասախոսներեն երկու հոգի Հայաստանեն են եւ արևելահայերեն դասավանդել բացի իրենց մե ուրեմն ունենք շատ դասախոս հիմա վերահաշվեցի բայց ոնց մյուսները բոլորը արևելահայերեն դասավանդել եւ ուսանողներու մեջ միշտ որովհետեւ այո այս ծրագիրը ավելի գետրոնացած է սփյուռքի մարտահրավերներու վրա բայց չենք ուզեր նաև անիմաստ սահմաններ ստեղծել եւ եթե մեկը թիմ է եւ արևելահայախոս է կամ Հայաստան են կամ ուրիշ վայր է ուրեմն իրավունք ունի թիմելու բարձրապես կփորձենք հավասարակշռությունը բահել որ այսինքն ամեն մեկ տարի 3-4 հոգի ավելի չլա որբեսի իրենցալ օգտակարը լա շփվիլ այս սփյուռքի շատ հաջող մեր ուսանողները ասենք հայաստանցի արագ արտահայտվելու համար որովհետև միշտ այնքան բարձ չէ մարդ կա մոսկվա գտնվի մարդ կա ուրիշ տեղ բայց ասենք գարջ խոսքով եթե ասենք որ գա հայաստանցի եւ սփյուռքի նկարակիրը ուրեմն այս շագերդյալ հայաստանցի մերուս որովհետև չեմ սիրեր այդպես բիդակները ստեղծել գործածել բայց շագերդյալ հայաստանցի ասված մեր ուսանողները միշտ մեծ հետաքրքրությամբ հայտնաբերեն իրենց համար թե ինչ է սփյուռքի ինքնությունը որովհետև շատ դժվար է այսի հասկանալ եթե նորեն այս ամենօրյա շփումը չլա եւ մեր ուսանողները բավական աշխատին խմբային աշխատանքով ուրեմն թեև շատ հաջող ֆիզիկապես երբեք արիք չեն ունեցած անտիվելու բայց նորեն իսկական գաբը կստեղծվի իրենց միջև համագործակցությունը եւ մտերմությունը այս երկու տարիներու ընթացքին որ բավական նաեւ այսինքն գոհացուցիչ է մարդկային դեսագետել ոչ միայն մարդկային ասեն որովհետեւ ուրեմն մագիստրոսական ծրագիրները սովորաբար գլան երգիր գա ուր adon կգոչվին thesis non-thesis այսինքն մերը նորեն ավարտաճառը կբահանջե բայց հետազոտական չէ մոդեցումը այսինքն կան նաև հետազոտական մագիստրոսական ծրագրեր բայց մենք գարելիությունը չունենք այսպիսի խումբի մեջ բոլոր գիտակարգերով լեզվաբանություն, քրագանակիտություն, պատմաբանություն, մարտապանություն եւ այլն ուսանողներուն պատրաստել մեթոդաբան այս գիտակարգի մեթոդաբանության որովհետեւ վիճակի լան հետազոտական աշխատանք մտանելու անոր համար երբեմն ուսանողներ կան որ շատ կպապակին հետազոտական անել եթե նախորոք ունին այս պատրաստությունը օրինակ ուսանողը արդեն մագիստրոս ունի դիդրոս ունի որոշ գիտակարգով ուրեմն հոն եթե մեր դասախոսներեն մեկը պատրաստել է իրեն ղեկավարելու գտնունինք բայց սովորաբար գլա փորձաշրջանի վրա հիմնված ավարտաճառը եւ ասոր խաղապարն ալցեվով մը ասեմ լայն արումով քաղաքական է քիչմը իմ կողմես այսինքն վերջի վերջո մարդուժի հարց կա սփյուռքեներ աշխարհը հասկացող մարդուժի այսինքն եւ մտածեցի որ այս մեր ուսանողները գրնան հետակային օգտակար դառնալ իրենց համայնքներու մեջ իրենց այս նոր գիտելիքներով եւ ինչ են այս նոր գիտելիքները մեկ կողմեն ունին Սփյուռքագիտության դասեր, սփյուռքի դարբեր համայնքներու պատմություն, մարտապանության հարցեր, այժմեական հարցեր,
քրագանակիդություն, այսինքն շատ դարբեր մոդեցումներով արիտ գտրվի իրենց վերջի վերջո ասեմ խորացնել իրենց գիտակցությունը եւ գիտելիքները իրենց ինքնության վրա, որովհետեւ օքեյ, ինչպես կսեն, այսինքն ժուրնալիստին դակ խոսենք, քիդական որպես քիդական ծրագիր կներկայացվի, սակայն գիտենք, որ մեր ուսանողներու գլխավոր դերթապատճառը գրեթե միշտ այն է, որ իրենք պետք ունին իրենց ինքնության մասին ավելի խորը մտածել եւ բան մգադարել ասոր հիման վրա նոր պայմաններու մեջ ուրիշ այսինքն այլանդրանք մնե այս ծրագիրը ասենք համայնքի կառույցներու զուգահեռ այլանդրանք մնե որ ուրիշ չափանիշներով ուրիշ տեսակի պահանջներով եւ գրնա քեզ դանիլ ուրիշ տեղ ուրեմն այս կգարձեմ թե այս փորձաշրջանի կարելիությունը արիտ կստեղծե որ ուսանողը նախ մտածե ինքը մտածե թե ուր պիտի անե իր փորձաշրջանը երբեմն փորձաշրջանը գլա անձնական ծրագիրը որ օգտակարություն պիտի ունենա համայնքին համար ուրեմն հոս արիտ գուտա մտածել թե ես հիմա որպես սպիրկի ասենք գիտագից անդամ ինչ կրնա մնել այս իմ համայնքիս համար կամ ուրիշ համայնքի համար եւ նաեւ երկուքով միասին ինչ կրնան կլնել դարբեր երկիրներու բանջկները իմի բերելով ուրեմն այս ամբողջը կգարձեմ թե կրնա աստիճանաբար դերևս դարմացնել քիչմը սպիրկի մարդուժը փորձավար անցերու վրա հիմնվելով որոնց ասենք մոդեցումները ավելի համընդհանուր արժեքներու վրա հիմնված են այսինքն եւ մենք երբեք հասկայինը հրաչ չենք բերեր որովհետեւ մեր նվադագը այդ չէ թեև բոլորս ունենք այդ հասկային ասենք ճիղը մեր մեջ ունենք բայց ասի մեր դասավանդման մեջ առաջ չենք դանիր բայց ադեն մգավոր երբ որ ծրագիր կվերջանա ամեն մեկը արդեն իր ասկային ճիղը եւ իր սորվածները մեջտեղ միասին պիտի բերե եւ բանը պիտի գադարե եւ իմ հույսս ասե աստերակրով Դուք անդամ եք Հայաստանի Հանրապետության Գիտություններու ազգային գաճարին, ակադեմիային, հաճախ կայցել եք Հայաստանի Հանրապետություն, վերջերս այստեղ վարեցիք սեմինարը, որու մասին զեկուցած ենք նոր հարաճի մեջ, գրնանք խոսիլ Հայաստանի գիտական հաստատություններու հետ ձեր համագործակցության մասին։ Այո, անպայման, ուրեմն ես սկիզբեն, այսինքն երբ որ արդեն ստանցնեցի այս պաշտոնը ինալկոեներս ամեն տարի Հայաստան գայցելեի, գլխավորապես գաբերես եղան Հրաչյա Աջարյանի անվան լեզվի ինստիտուտի հետ, որ ժամանակին Գևորգ Ջաուքյանի ղեկավարության տակ էր, հիմա քանի տնօրեններ եղան, հիմա Վիկտոր Կատվալյանն է, ուրեմն միշտ գաբի մեջ ենք եւ ունեցած ենք դաշտային աշխատանքներ միասին, ունեցած ենք տարբեր տեսակի ծրագրեր, գիտաժողովներ եւ այլն, ուրեմն այս գաբը գա եւ գլխավոր ասենք հաստատությունն է, որ ըստ իմ գիտակարգիս, որ ինձ կգաբե ակադեմիային 2012 թվականին այո ուրեմն բադիվ ունեցա ընտրվելու ակադեմիայի Հայաստանի Հանրապետության Գիտություններու ակադեմիայի միջազգային անդամ եւ ինչ որ այսինքն շատ չփոխեց իրական իրողությունը բայց հարգավ մեծ բադիվ է եւ ինձ գմղե որ թեր ավելի ընեմ ակադեմիային հետ ուրեմն այս վերջերս ունենք նաեւ համագործակցություն հնագիտության եւ աստղակրակիդության ինստիտուտի հետ որը կդանի շատ հետաքրքրական հետազոտություններ ընդհանրապես այսինքն բռնի դեղանված ընտանիքներու հետ
Եվ արդեն ադի սկսած է քանիմը արդեն 10-15 տարի առաջ առաջին փորձ ունեցանք միասին դաշտային աշխատանք կատարելու եւ նյութ հավաքելու, որ պիտի ծառայեր եւ մարտապանական մոդեցումին եւ լեզվապանական մոդեցումին, քանի որ շատ հաճախ բարբարի դեսագետեն որպես բարբարային նմուշ շատ հետաքրքրական են այս նմուշները եւ գիտենք, որ արդեն ձևով անհետանալու կամ խոր փոփոխության ենթարկվելու դատաբարված են, այսինքն այս երբ որ ժողովուրդը արդեն կդեղահանվի ուրեմն ժամանակին Կեդաշենի Արցախի Կեդաշենի շրջանի որ Շահումյանի շրջանեն էր, այսինքն առաջին պատերազմի ժամանակ դեղահանված ժողովրդին հետ աշխատանքը դարվեցավ եւ հիմա կշարունակվի հարգավ Արցախի այլ վայրերը քննարկչության հետ հիմա գիտությունը կընթանա ուրիշ ձևերով թիմել պետք է որոշ գրանտերու եւ այլն ուրեմն դարբեր ձևերով միասին կհամագործակցենք այս ուղղությամբ եւ կհուսանք որ շուտով բավական այսինքն կարևոր ծրագիր մը պիտի կայանանք սկսի Հուսով եմ։ Այսօր նոր գյուտեր կհայտնվին, համացանցն ու ընկերային ցանցերը արդեն 5-ը համարվին երևի, ամենանորը արհեստական բանականությունը լալու է։ 21-րդ դարու արհեստագիտության տեխնոլոգիայի աշխարհի մեջ արևմտահայերենը ուր կտեսնեք եւ ինչպես կրնան այս նորահայտ գյուտերը օգնել մեզ հայերենը մասնավորապես արևմտահայերենը անշուշտ գենսունակ պահելու եւ զարգացնելու համար։ Այո, հարգավ, արդեն համացանցի աշխարհին մեջ արևմտահայերենը բավական հետ մնացած լեզումներ, պետք է ասել, որ շատ են աշխարհի մեջ այդպիսի լեզուները, որովհետև լիարժեք ամբողջովին ռեսուրսներ ունեցող լեզուները գլխավոր լեզուներն են աշխարհի, այսինքն անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, ռուսերեն, ճապոներեն, չինարեն, այսինքն գրնամ ասել, որ 20 լեզումը գա, որ լիարժեք օժդված են այս աշխարհին մեջ եւ մնացած լեզուները ուրեմն արևմտահայերենը ոչ ամենաուշացածն է, ոչ ալ հարգավ ամենահրաչացածը բավական չանցկացավ այս վերջերս եւս Գյուլբեկյան հիմնարկի ծրագիրներեն մեկն էր Wikipedia ստեղծել արևմտահայերեն միասին համագործակցեցանք որբեսի արևմտահայերենը ընդունվի ISO միջազգային կանոնարկման հաստատության կողմէ որպես առանցին լեզու ոչ թե ասքը երկուքի գիսելու համար այլ բարձրապես որբեսի իրավունք ունենան արևմտահայերեն Wikipedia-մ ունենալու որովհետև անգե առաջ միայն մեկ հայերեն կընդունվեր եւ լրելյան ցեվով այս հայերենը ուրեմն գրնար միայն արևելահայերենը ուրեմն հիմա բավական նյութեր կան առցանց արևմտահայերենով, բայց դեռ հարգավ բավարար չեն ապահովելու համար, որ արհեստական բանականության նոր աշխարհին մեջ այդ արևմտահայերենը բավական օժտված լեզուներեն պիտի լա, որոնց մեջ լիարժեք պիտի աշխատին այդ բոլոր նոր գործիքները։ Թե որքանով հայերենը փոխանցելու, այսինքն գենսունակ բահելու, գրնա օգնել բարձրապես ինչ նոր գործիք երիտասարդությունը ունի իր դրամատրության տակ, այս բոլոր գործիքները պետք է որ նաև հայերենով, արևմտահայերենով բանին, որբեսի հայերենը շարունակե գործածվել Դյանքի բոլոր ասպարեզներու մեջ, որտեղ այդ է, լեզվի մգենսունակության գաղտնիքը միայն այդ է, այսինքն ասպարեզները լայնցնելը, ոչ թե միայն ընտանեկանը, ազգայինը, ռուսակցականը եւ այլն։ Ուրեմն ասի շատ կարևոր է, բայց բավական լուրջ մարտահրավերներ են, ուրեմն մենք մեր հետազոտական նոր աշխատանքներով կփորձենք նվաստել ադոր մեր իմասի տասախոսներեն մեկն է Շահան Վիդալգորենը, որ կալֆա գազագերբության հիմնադիրն է եւ բավական այսինքն Ֆրանսիայի մեջ ամենահարաճած անձն է այս հարցերու մեջ, որը նաեւ գհետաքրքրի հայերենով ունինք նաև Վիկտորիա Խուրշուդյանը, որ կորպուսային լեզվապանության մասնակետ է եւ քանի տարի առաջ, 3 տարի առաջ գրծած է Ֆրանսիայի ամենակարևոր այդ դրամաշնորհներեն մեկը Շահիլ
շատ մեծածավալ ծրագրի համար, որ գոչվի դալի Digitalizing Armenian Linguistic Heritage, այս է դալի բացատրությունը, բայց ադորը բադագը ընդհանուր մեծ կորպուս մը ստեղծելն է, որն մեջ ունենանք եւ քրապարի եւ միջին հայերենի քրապարի կարևորակույն նմուշները միջին հայերեն, արևելահայերեն, արևմտահայերեն, որբեսի լեզվապանին համար կարելի է լավորոնել եւ նաեւ փակպարային տվյալներ, ինչ որ լեզվապանին կարելիություն կուտա որոնել դարբեր լեզվապանական հարցեր այս բոլոր տարբերակները միասին բերելով, ինչ որ չտեսնված բան է եւ բավական մեծ մարտահրավերներ կան հոն, որբեսի որոնիչը աշխատի այս բոլոր տարբերակներու վրա, բայց նաեւ հոն որև շահանը նաեւ կհամագործակցի այս ծրագրին, ուրեմն կփորձենք նոր մեթոդներ նաեւ ծավալել, որ թույլ կտան այս տվյալներու բիդագավորումը օտոմատիկ երբով կատարել, այսինքն արհեստական բանականության օգնությամբ եւ հոնալ բավական մեծ հաջողություններ կան արդեն եւ արդյունքներ, որոնք գիտական հանդեսներու մեջ արդեն լույս կտեսնեն եւ կգարձեմ թե այս բոլոր հարցերը քայլ առ քայլ առաջ երթալ շատ մեծ են մարտահրավերները, բայց կգարձեմ թե անդեսված ոլորտը չէ, ամենայն դեպս ինչ որ շատ կարևոր է, ուրեմն հույսը կա, որ նաեւ դերևս աբակաուսանոներ նաեւ պիտի սկսին այսով սպաղիլ, Հայաստանի մեջ ալ կան բավական հետազոտական եւ ասենք բան արհեստագիտական խումբեր, որոնք կսպաղին այս հարցերով, նաեւ արևմտահայերենը ընդգրկելով։ Լավ, պիտի ուզեի ավարտենք հորտորովը, ինչ խրատ կուտակ այսօր հայագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներուն։ Սպաղիլ այն ինչով, որ ծեր սրդին ամենամոդիկն է։ Եվ ադի իմ խրատը սե բոլոր ուսանողներուն։ Որովհետև հիմա Գաբրիկ եւ հոս դերևս կլայնցնեմ քիչ մը թեման, միայն հայերենի մասին չէ։ Այսօրվա աշխարհը իսկապես երիտասարդությունը գտնե շատ մեծ մարտահրավերներու առջև։ Ես բախտ ունեցա, երբ որ ուսանող էի, մեզի գսեին, որ մեզ հետաքրքրող բաներով պետք է սպաղեինք եւ երբեք չենք մտածեր թե փորձ պիտի գտնենք որքան դրամ պիտի շայինք ինչ պիտի լա եթե լավ լաս գտեղավորվիս դերմը այսինքն արիտներ կստեղծես քեզի համար հիմա վայ երդասարտությունը գվախնա այսպես մտածելու եւ շատ հաջող իրեն գդրվին շատ խորհուրդներ թե այս ասպարեզը հոց է խջողված է դեղ չգա արիտ չգա եւ այլն կամ ես շատ կհավատամ, որ եթե միայն այս չափանիշներու վրա հիմնվելով ուսանողը ընտրե իր ուղղությունը դժվար պիտի հաջողի կամ դժվար պիտի երջանիկ լա իր ընտրությամբ կգարձեմ թե վերջը դերևս հորտորս այս պիտի լա երջանիկ լալը շատ կարևոր է հաջող աշխատանք կատարելու համար եւ պետք է անդեսել նաեւ որպես ազգ նաեւ որպես հայ կմոռնանք լավակույն հայը երջանիկ հայն է Եվ այս դրական երևի հրադով ավարտենք մեր հարցազրույցը անչափ շնորհակալ եմ այս հաջելի հարցազրույցին համար հույսով եմ ձեր այս պատմած հարուստ գործունեությունը ավելի կընդլայնենք դեռ ավելի կհարստացնենք եւ առիթը կունենանք դեռ զրուցելու այս մասին Շատ մեծ սիրով շնորհակալություն ձեզի